Շնորհակալություն մեր սիրելի տիկին Աննա Գրիգորյանը էլի փորձում է շահագրգռել քաղաքացիներին խոստումներով, մասնավորապես Սամվել Կարապետյանի անունից փոխանցում է քաղաքացիներին, որ առաջիկա 50 տարիներին, թեկուզ վաղուց հայտարարություն 50 տարիներին հոսանքը չի թանկանալու, բայց ուրիշ բան էլ որ հաշվի չառնենք, գոյություն ունի բնական ինֆլյացիա։ Իսկ ինչի հաշվին չի թանկանալու, եթե նույնիսկ չթանկանա։ Գիտեք ինչի հաշվին չի թանկանալու։ Նրա հաշվին, ինչի հաշվին, որ 11, 12 եւ 13 թվականներին չէր թանկանում գազը։ Ինչի հաշվին չէր թանկանում, որովհետեւ դիմացա ընտրություններ էին։ Ես չեմ կարող ասել թանկանալու է թե չէ։ Չէ, մենք խոսում ենք 50 տարուց, ոչ թե մյուս տարուց, ոչ թե 2 տարուց, ոչ թե 5 տարուց, դա չգիտեմ, բայց 50 տարում գոյություն ունի բնական ինֆլյացիա եւ որևէ մեկը չի կարող ասել, որ 50 տարում, երբ մենակ լուցկին է, որ 50 տարում կարող ես ասել, որ չի թանկանալու։ Բացի լուցկից 50 տարում ամեն ինչ թանկանում է, որովհետեւ գոյություն ունի բնական ինֆլյացիա, որտեղ փողերը տպվում են, շատանում են եւ նոմինալ արժեքը ապրանքի մեծանում է։ Բայց վերադառնալով գազին, այդ խոստման գինը ո՞րն է եղել, երբ որ բանից 13 թվականի ընտրություններից առաջ ասում էին, որ գազը չի թանկանալու, այնա պարոն Մամիջյանը կհիշի։ Վերջում ինչ եղավ այդ չթանկանալու գինը։ Ռուսները եկան հաշիվ ներկայացրեցին, ասին, եղբայր, գազը թանկացել է, ուղղակի դուք ձեր ժողովրդին չէիք ասել։ Խնդրում ենք հայ-ռուս գազարտի մնացած 20% պետական բաժնեմասը փոխանցել մեզ։ Կառավարությունը վերցրեց փոխանցեց, բա ինչ պիտի աներ։ Այսինքն դա հետաձգված վճարում էր, ոչ թե չէր թանկացել։ Թանկացել էր, ուղղակի մարդիկ չգիտեին դրա մասին եւ վճարեցին հայ-ռուս գազարտի 20% պետական իրենց պատկանող բաժնեմասով հետաձգված վճարումով։ Իհարկե կարող է 50 տարի չթանկանա եւ 50 տարուց ինչով ենք վճարելու, այդ չթանկացած հոսանքի դիմաց։ Ասեք ինքներդ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։